Մեր Սուրբ Պատարագը միայն կրոնական գանձ չէ, այլ նաև մշակութային արժեք, գրաբարի անճարելի ծեսերի եւ երաժշտության աստվածային ներդաշնակության շնորհիվ, ասել է երջանկահիշատակ Վազգեն առաջին կաթողիկոսը։ Մեր եկեղեցում ամենահաճախ հնչող պատարագը Եկմալյանի հեղինակածն է, որի պաշտոնական գործածությունն արտոնվել է Մկրտիչ առաջին կաթողիկոսի կոնդակով 1895 թվականին։ Հայ եկեղեցում սիրված ու գնահատված է նաև Կոմիտասյան պատարագը։ Մեր եկեղեցիներում հնչող պատարագի հոգեպարար երգեցողությունը հարազատ ու ջերմ է յուրաքանչյուր քրիստոնյայի համար։ Անցած շաբաթ կրկնազատկի տոնին Գրիգոր Լուսավորիչ Մայրտաճարում հնչեց շատերիս համար նոր, սակայն ավելի քան 35 տարվա վաղեմության պատարագ, որը հեղինակել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, հոգևոր երաժշտության գիտակ Խորեն Մեյխանեջյանը։ Գրիգոր Լուսավորիչ Մայրտաճարի հոգևոր առաջնորդ Անուշավան եպիսկոպոս Ժանպոչյանի տնօրինությամբ դեռևս 2 ամիս առաջ եկեղեցու երգչախումբը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ խմբավար Կարեն Սարգսյանի ղեկավարությամբ սկսել էր փորձերը։ Տարբերություն Կոմիտասի եւ Եկմալյանի պատարագների, Խորեն Մեյխանեջյանը մեղեդիները գրեթե ամբողջությամբ գրեթե չի վերցրել միջնադարյան մեղեդիներից, այլ շատ դեպքերում ինքն է հորինել։ Անշուշտ բազմաձայնության հետ կապված տարբերություններ կան, որովհետեւ ինքը արել է պոլիֆոնիկ մտածողությամբ եւ հարմոնիկ պատկերը պահելու, կառուցվածքը պահելու մտայնությամբ։ Խորեն Մեյխանեջյանն ավելի քան 25 տարի ղեկավարել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի երգչախումբը։ 1990-ականներին տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ ստանձնել Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու երգչախմբի ղեկավարումը։ Շատ տարիներ առաջ Վազգեն առաջին կաթողիկոսի առաջարկով նա գրել է նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնը հայկազուն arczepiskopos Աբրահամյանի խոսքերի հիման վրա։ Մեյխանեջյանի պատարագը իրականություն դարձավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երգչախմբի ղեկավար Կարեն Սարգսյանի ջանքերով։ Նա 1977 թվականից ծառայում է հայոց եկեղեցիներում, գործունեությունը սկսել է Սուրբ Գայանե եւ Հռիփսիմե վանքերում։ Կարեն Սարգսյանը Մեյխանեջյանի պատարագն իր ամբողջության մեջ դիտարկում է որպես գեղեցիկ մի երգ, սակայն առանձնացնում է իրեն առավել դուր եկած հատվածները։ Եթե շատ սուբյեկտիվ լինեմ, շատ ավելի հաճույքով ես ղեկավարում եմ, ասենք, բարեխոսություն, Սուրբը ամբողջ շարքը, շատ գեղեցիկ է նաև օրհնյալ Աստված Քրիստոս պատարագյալ հատվածը եւ ամեն եղեցի։ Շատ հագեցած հարմոնիաներով, շատ դինամիկ, բայց ընդհանրապես ստեղծագործությունը ամբողջությամբ պետք է դիտարկել։ Որպես երգիչ ես առաջնային տեղը մեծ դերը տալիս եմ մեր հոգևոր երաժշտությանը, հետո նոր երկրորդ տեղը մեր ազգային մյուս ճյուղերին, իսկ ինչ վերաբերում է Մեյխանեջյանի պատարագին, սա նորույթ էր ինձ համար, որովհետև ես երգել եմ եւ Մակար Եկմալյանի եւ Կոմիտասի պատարագները եւ այս պատարագը ինձ համար ոնց որ ասած նորություն էր ու շատ հետաքրքիր էր։ Խորեն Մեյխանեջյանը գրել է շատ գեղեցիկ պատարագ, շատ ոգևորիչ, շատ մեղեդային եւ ինձ որպես մենակատար շատ ոգևորում է սուրբ հատվածը, որտեղ առաջին մասը սոլո է, հետո միանում է երգչախումբը, շատ գեղեցիկ է գրել, այդ պահին քեզ զգում ես երկնքում հրեշտակների հետ։ Երգեհոնահար Հեղինե Բարսեղյանի օգնությամբ պատրաստվել են նաև Դավիթ Քահանա Շահկյանի, Սահակ Սարգսակ Սիմոնյանի, մեներգիչներ Արմինե Խաչատրյանի եւ Դավիթ Ավագյանի ձայնաբաժինները։ 1980-ականներին այս ստեղծագործությունը հաստատվել է երջանկահիշատակ Վազգեն առաջին կաթողիկոսի կոնդակով եւ հնչել մի քանի անգամ։
Խմբավար Կարեն Սարգսյանը նշում է, որ պատարագի մեղեդիները բխում են հայ երաժշտարվեստի սկզբունքներից։ Մեյխանեջյանը, որպես փորձված խմբավար, որը տիրապետում է երգչախմբային արվեստին եւ ծանոթ է խմբերգային ստեղծագործությունների կատարման դժվարություններին, կարողացել է ստեղծել այնպիսի ձայնաբաժիններ, որոնք մասնագետ կատարողները կարողանում են արագ ընկալել եւ սովորել։ Սուսաննա Պետրոսյան, Վարդգես Մանուկյան, Ձայնագիր։